Ովքեր Messenger-ով չեն կարողանա WhatsApp-ի հոգի շունչ մարմին խումբն էլ աշխատում, կարող եք միանալ WhatsApp-ով։ Մենք այսօր պիտի սերտենք ըստ էության Մատթեոս 24-րդ գլուխը։ Բոլորիդ քաչ հայտնի է, որ Մատթեոս 24-րդ գլուխը էսխատոլոգիկ նշանակություն ունի։ Այդ բառը հետո կմեկնենք ու կհասկանանք, թե ինչ է նշանակում։ Եվ բոլոր քրիստոնեական հարանվանություններին ավետարանի մեջ ոչ պակաս հուզող գլուխ է հանդիսանում Մատթեոս 24-րդ գլուխը, որովհետև այս գլխի մեջ այն կարևորագույն հիմնադրույթներն են արտահայտված, երբ որ Տեր Հիսուսը իր աշակերտներին ասում էր այդ մասին, որ ինքը պիտի հոր մոտ գնա, միաժամանակ նաև այստեղ խոսք է գնում, որ նորից պիտի ինքը գա, այսինքն նրա երկրորդ գալստյան մասին ենք մենք նաև լսում։ Ահա թե ինչու համատեսական կամ սինոպտիկ ավետարանները, 3 ավետարանները Մատթեոս 24-ի մեջ տեղի ունեցող այդ իրադարձությունների վերաբերյալ Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներին ուղղած խոսքերը համարյա թե նմանատիպ ձևով իրար համահունչ կերպով շարադրել են 3 ավետարանիչները 3 ավետարաններում։ Այն բացակայում է կամ այն կերպով մի քիչ թույլ արտահայտվում է Հովանու ավետարանի մեջ։ Եվ ինչ եք կարծում, ինչու Հովանու ավետարանի մեջ Մատթեոս 24-ում Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան վերաբերյալ այդքան շատ Հովանեսի ավետարանի մեջ չի գրված։ Ինչ եք կարծում։ Ապա սկզբում ես թե ուշադրություն չեք դարձրել դրան։ Կարծում եմ ուշադրություն չեք դարձրել եւ դրա այդ հարցի պատասխանը չունեք, թե ինչու 3 ավետարանիչները գրում են այդ մասին, բայց Հովանեսը չի գրում դրա մասին։ Դրա ուշադրություն չենք դարձրել։ Բանն այն է, որ Տերը նախատեսել էր Հովանեսի համար առանձին մի հատ 22 գլուխանոց հայտնություն շարադրել տալ եւ Հովանեսը պետք է այն շարադրի Պատմոս կղզում։ Պարզեր։ Այո, հայտնությունը։ Ահա, ուրեմն մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին նպատակային շարադրանքով է հաղորդել այն իրողությունները, որոնք ապագայում պետք է տեղի ունենային։ Սկզբում մենք Մատթեոս 24-րդ գլուխը, որը մեր ըստ էության սերտողության շարունակությունն է Հովանու ավետարանի, չմոռանանք, որ մենք հիմնականում սերտում ենք Հովանու ավետարանը եւ սերտում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին շաբաթվա իրողությունները, բայց որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը շատ բաներ է ասել այդ վերջին շաբաթվա ընթացքում եւ զուտ որպես օրացույցային առումով այդ շաբաթվա նկարագրություն ուղղակիորեն անցնել ճիշտ չի լինի, որ մենք այդպես շարժվենք, այլ խիստ կարեւոր է, որ մենք իմանանք, թե Տեր Հիսուս Քրիստոսը այդ վերջին շաբաթվա մեջ նաեւ ինչերի մասին է խոսել եւ ինչերից է զգուշացրել իր աշակերտներին։ 12-րդ գլխի մասնավորապես մենք 20-րդ խոսքի վրա ենք կանգ առել, 20-ից մինչեւ 36-ը թերևս որոշակիորեն մենք լսում ենք դարձյալ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որը ասել է հենց այդ շրջանում տաճարի մեջ եւ տաճարից դուրս մինչեւ Ձիթենաց լեռ բարձրանալը, այդ հատվածում նաեւ Տեր Հիսուսը ասել է խոսքեր, ասել է բաներ, որոնք մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ հետո նորից անցնենք Մատթեոս ավետարանը սերտելու, որտեղ արդեն ավելի մանրամասն նկարագրվում է նրա երկրորդ գալստյան վերաբերյալ Հիսուս Քրիստոսի աշակերտներին տրված պատգամները։ Եվ կային ոմանք հելենացիք նրանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տոնումը, նրանք եկան Փիլիպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նրան խնդրում էին եւ ասում. «Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը գալիս է Անդրեասին ասում, Անդրեասը եւ Փիլիպոսը ասում են Հիսուսին, Հիսուսն էլ պատասխանեց նրանց եւ ասեց. «Ժամը հասավ, որ մարդի որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերե։ Իրանձը սիրողը կկորցնե նրան, եւ իրանց նատողը այս աշխարհում հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Եթե մեկը ծառայի ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվե նրան։ Հիմա իմ անձը խռոված է, եւ ինչ ասեմ, հայր, ազատիր ինձ այս ժամիցը, սակայն իսկ սրա համար եկ այս ժամի մեջ, հայր, փառավորիր քո անունը։ Եվ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին. որոտմունք եղավ։ Ուրիշներն ասում էին, հրեշտակ խոսեց նրա հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար։ Հիմա դատաստան է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Եվ ես երբ որ բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մոտ,
Եվ այս ասում էր, որ ցույց տա, թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Ժողովուրդը պատասխանեց նրան. մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոսը հավիտյան կկենա։ Եվ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա։ Ո՞վ է այն մարդի որդին։ Հիսուսն էլ ասեց նրանց. մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույսն ունիք, որ խավարը ձեզ չհասնե, եւ խավարումը գնացողը չգիտե, թե ուր է գնում, քանի որ լույսն ունիք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինիք։ Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց, թաքցվեցավ նրանցից։ Ուրեմն մինչև այստեղ մենք 20-րդ խոսքից Հովհաննես ավետարանի 12-րդ գլխի մինչև 37-րդ խոսքը լսեցինք, 36-ը ներառյալ, որ Տեր Հիսուսն ասեց, եւ հետո որ մենք Մատթեոս 24-ը եւ Մարկոս եւ Ղուկաս ավետարաններն էլ հետը համահունչ կսերտենք այս վերջին օրերի վերաբերյալ Տեր Հիսուսի ասած խոսքերը, մենք կտեսնենք, որ այս ամենի մեջ ինչ որ Տեր Հիսուսը ասել է, գումարած նաև նրանք, որ ինքն իր աշակերտներին առանձին ասում էր այն ինչ որ պետք է լինի ապագայում, Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց թաքցվեցավ նրանցից, հասկացվում է ճիշտ այն շարունակությունը, որ գնացին Ձիթենաց լեռը։ Այսինքն այն պարտեզը, որտեղ սովոր էին միշտ իրար հետ լինել եւ աղոթ կանել եւ լսել Տիրոջը։ Գեթսեմանը կամ այդպես եթե նայենք։ Այս հատվածի մեջ մի քանի բաների վրա ուզում եմ ուշադրություն դարձնենք եւ հետո նորից ետ կգնանք ու կսերտենք այսօրվա նյութը մեր Մատթեոս 24-րդ գլխից սկսած։ Երբ որ հելենացիներն էլ կարիքն զգացին, որ գային երկրպագեն այն տոնումը, իսկ այստեղ մենք հելենացիք չպիտի հասկանանք, որ սրանք հեթանոս հույներ էին, նրանք չէին կարող տաճար մտնել, նրանք իրավունք չունեին մտնելու եւ երկրպագելու հրեից Աստծուն, որովհետև իրենք հեթանոսներ էին, օտարազգիներ էին։ Այստեղ մենք պետք է ուղղակիորեն հասկանանք մի կարևոր բան, որ հելենացիներից, այսինքն օտարազգիների միջից եկած հрьяաները, արտասահմանից, այսպես ասած, եկած շատ հрьяաներ, ուզում էին եկան որպեսզի տեսնեն եւ որովհետև ես մի առիթով էլի կրկնել եմ, որ Սփյուռքի հрьяաներն էին առաջինը Քրիստոսի մասին աշխարհում մեկ հռչակողները։ Տեր Հիսուսի բերկրանքն այստեղ երևում է դրանով, որ ինքը շատ է ուրախանում եւ ինքը ասում է այդ խոսքերը, որ ժամը հասավ, որ մարդի որդին փառավորվի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերե։ Իր անձը սիրողը կկորցնի նրան։ Խիստ կարևոր է, որ մենք այստեղ տեսնենք, թե Տեր Հիսուսի բերկրանքն ինչու է այսպես արտահայտվում, որովհետև ամեն մի գործիչ իր գործի արդյունքն է ուզում տեսնել եւ իր գործի արդյունքով բնականաբար ուրախանալ։ Հենց այն փաստը, որ աշխարհի տարբեր տեղերից արդեն եկել են եւ Տեր Հիսուսին ուզում են տեսնել, սա արդեն ուրախացնում է Տեր Հիսուսին, որ իսկապես ինքը որպես աշխարհի փրկիչ եկած լինելով արդեն նրա կարիքը տարբեր երկրներում էլ զգում են եւ դրա ապացույցն է, որ հատուկ եկել են իրեն հանդիպելու։ Անցած անգամ ես ասել եմ, չեմ ուզում ավանդությունների մեջ գնալ այս մասին խոսել, թե Հայաստանից են գնացել, հայկական ավանդությունն ասում է, որ Աբգար թագավորի մոտից ուղարկվածներն են եւ այլն, սա մենք մի կողմ կդնենք որպես ավանդություն, բայց նայենք նաեւ հետեւյալին, որ այս հելենացիք, որ եկել էին այնտեղ երկրպագեն այն տոնումը, նրանք եկան Փիլիպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայից են, նրանք խնդրում են ասում, Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել, ընդհանրապես այդ Տեր բառը դիմելու ձև էր, ինչպես այսօր պարոն են ասում, չի կարելի մտածել, թե այդ անձնավորությունները Տեր էին կոչում Փիլիպոսին։ Դա դիմելու քաղաքավարության այդպես ասած ձև էր։ Եվ այն, որ Փիլիպոսին են մոտենում, սա էլ պատահական չէ, հասկացվում է, որ այսպես ասենք հասարակության հետ կապերի, ժողովրդի հետ կապերի պատասխանատուն Փիլիպոսն էլ։ Հիշենք նաև, որ հացի բազմացման ժամանակ դա նույնպես մենք տեսնում ենք, որ Փիլիպոսն ու Անդրեասն են այնտեղ ակտիվություն ցուցաբերում իմանալու համար, թե այդ ժողովրդին ինչպես պիտի կերակրեն։ Երբ Փիլիպոսը գալիս է Անդրեասին ասում, Անդրեասը եւ Փիլիպոսը ասում են Հիսուսին։ Շատ պարզ հասկացվում է, որ այս երկու անձնավորությունները հասարակության պահանջները Հիսուսին ներկայացնողներն էին։ Եվ նույնն էլ պետք է լինի եկեղեցում։ Եկեղեցում պետք է լինի այնպիսի ծառայություն, որ հովին օգնում են, որ շատ լավ ասենք տեղյակ են դինում նորադարձներից եւ նոր հաճախողներից ընդհանրապես ու եկեղեցու անդամների որոշ կարիքներից, որ անմիջականորեն, եթե չեն կարողանում հովի հետ շփում ունենալ, կարող են տվյալ անձանց դիմել, որպեսզի այս անձնավորությունները հովին տեղյակ պահեն իրենց խնդիրների մասին։ Եվ Տեր Հիսուսը շարունակության մեջ ինքն ասում է, համեմատելով ցորենի հատի հետ, որ ցորենի հատը եթե ընկնում է ինքը շատ բեր կբերի, բնականաբար պտուղ կբերի, եւ ակնարկում է նաեւ այն մասին, որ
Նա որ ինքն իրանձը սիրում է, կկորցնի իրանձը ատողը այս աշխարհում, հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Անմիջականորեն մենք այստեղ շեշտադրում ենք տեսնում Տեր Հիսուսի կողմից, որը ավելի խիստ եւ ավելի արտահայտիչ ձևով պիտի երևա էսխատոլոգիկ այդ գլուխներում Մատթեոս ավետարանի 24-րդ գլխում, Մարկոս 13-ում եւ Ղուկաս 21-ում։ Այնտեղ մենք բավական շատ կտեսնենք, թե Տեր Հիսուսը ինչի վրա է ակցենտը դնում։ Եթե մեզ հետաքրքրում է նրա երկրորդ գալը, ապա Հիսուսին էլ հետաքրքրում է այս հատվածը, որքանով մենք աշխարհը կարող ենք ատել եւ մեզ էլ աշխարհի հետ միասին, եւ որքանով մեր անձը պատրաստ կլինենք դնել Հիսուս Քրիստոսի համար։ Եվ Տերն ասում է, եթե մեկը ծառայինց թող նա իմ ետևից գա եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եվ եթե մեկը ծառայե ինձ, հայրը կպատվե նրան։ Հիմա իմ անձը խռոված է եւ ինչ ասեմ, հայր ազատիր ինձ այս ժամից է։ Սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։ Իմ անձը խռոված է արտահայտությունից մենք հասկանում ենք նաեւ այն, որ Տեր Հիսուսն ասում էր իր աշակերտներին Գեթսեմանում, երբ որ պատվիրում էր, որ աղոտ կանեն, հորդորում էր, որ աղոտ կանեն, ասում էր Հոգին հոժար է, մարմինը տկար։ Այո, Տերը շատ լավ գիտեր, թե ինչի է ինքը գնում, բայց միաժամանակ այս մարմնի մեջ լինելով, երկրավոր մարմնի մեջ այնուամենայնիվ խնդիր կար եւ այդ դրա համար էր, որ ինքը Գեթսեմանում մտավ մեծ պայքարի մեջ իր աղոթքով։ Եվ ինքը դիմեց հորը, ուղղակի դիմեց հորը, որպեսզի հայրը փառավորի իր անունը, ոչ թե Տեր Հիսուսն ասեց ինձի փառավորիր, այլ այստեղ ասում է հայր փառավորիր քո անունը, փառավորիր քո անունը, եւ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ։ Տեր Հիսուսն ասում է հորը, որ հայրը փառավորի իր անունը, ըստ էության այն փրկիչ անունը, որ Տեր Հիսուսը ինքը կրում էր, մենք շատ հետաքրքիր կերպով այստեղ տեսնում ենք, որ Տեր Հիսուսը այդ անունը հոր անունն է ընկալում եւ խնդրում է հորից, որպեսզի այդ փրկիչ անունը փառավորի երկրի վրա։ Եվ հին ուխտում էլ մենք կարդում ենք, որ Եհովան մեր փրկիչը, արտահայտությունը, բառակապակցությունը կա։ Եվ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի եւ դարձյալ կփառավորեմ։ Հիշենք նաեւ մի բան, որ այս նույն խոսքերը Տեր Հիսուսը, ինչպես սովոր ենք մենք կրկնել քահանայապետական աղոթքում 17-րդ գլխում Հովանու ավետարանի, ինքը մի քանի անգամ կկրկնի հոր անունը, մի 6 անգամ առնվազն։ Եվ նույնպես այստեղ մենք տեսնում ենք, որ արդեն Տեր Հիսուսը 24-րդ խոսքում արդեն այդ աղոթքի մեջ ասում է հետևյալը. Հայր, նրանք, որ ինձ տվիր կամենում են, որ ինչտեղ որ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն, որ տվիր ինձ, որովհետև աշխարհի հիմնելուց առաջ սիրեցիր ինձ։ Մենք այստեղ էլ լսում ենք այն, ինչ որ արտահայտված է Հովանու 12-ում, որ ասում է, որ եթե մեկը ծառայինց թող նա իմ ետևից գա, ուր ես եմ, այնտեղ իմ պաշտոնյան կլինի։ Ուրեմն այդ ծառայություն անողը Տիրոջը պաշտողը թող լավ իմանա, որտեղ Տերն է ինքն էլ այնտեղ պիտի լինի, որովհետև ինքը այստեղ երկրի վրա հռչակված է Տիրոջ պաշտոնյա։ Եվ սա մեծ կոչում է, որ մենք սա խորը հասկանանք։ Փրկված Աստծո զավակներ, Քրիստոսի աշակերտներ։ Եվ այստեղ Տերը հորը խնդրում է, որ նույն բանը այնտեղ ասում է, որ իր հետ կլինեն եւ ասում է. Հայր, նրանք, որ ինձ տվիր կամենում եմ ինչտեղ որ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինին, որ իմ փառքը տեսնեն, որ տվիր ինձ, որովհետև աշխարհի հիմնելուց առաջ սիրեցիր ինձ։ Եվ Հովանու 12-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ Տերը երկնքից խոսում է եւ անմիջականորեն պատասխանում է կարծես իրեն, եւ Տերը դա լսում է, սակայն այս արտահայտությունները երկնքից հնչած այս խոսքերը ժողովուրդը չի լսում, չի հասկանում։ Իհարկե որոտմունքի նման մի բան է լսում, բայց բնականաբար չի ընկալում, եւ որոտմունք եղավ, ուրիշներն ասում էին հրեշտակ խոսեց նրա հետ, բայց ձայնը լսեցին այդ ամենը։ Այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, ասում է Տերը, այլ ձեզ համար։ Եվ նաև հնչեցնում է շատ վերջնագրային ձևով սատանայի պարտության այդպես մասին, երբ որ ասում է հիմա դատաստան է այս աշխարհի։ Հիմա սա կարևոր է, որ մենք հասկանանք, որ ոչ միայն Տերը եկավ, որպեսզի հակառակորդին սատանային պարտության մատնի եւ նրանից նրա իշխանությունը խլի, այլ այստեղ գրված է դատաստան է այս աշխարհի։ Քրիստոսի խաչը, սա ուզում եմ հիշեք եւ նույնիսկ գրեք ձեր մոտ։ Քրիստոսի խաչը աշխարհի դատաստանի խորհուրդ ունի։ Այսինքն Աստված իր խաչով աշխարհը արդեն դատապարտել է։ Եթե Աստված իր որդու խաչով արդեն դատապարտել է աշխարհը, ուրեմն աշխարհի հետ հույս կապողը
ինքը հոժարվում է այդ դատաստանի մեջ մնալ, դատաստանի տակ ընկնել եւ հետեւաբար այն դատաստանը, որ աշխարհը պիտի կրի, ինքն է կրելու։ Հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ ապականված է ամբողջ աշխարհը եւ այն ռեաբիլիտացիայի ենթարկվելու որևէ հնարավորություն չունի եւ Տերը դատապարտել է նրա բոլոր սկզբունքները, աշխարհում տիրող ամեն կարգ դատապարտված է Տիրոջ կողմից, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի եւ ես երբ որ բարձրանամ երկինք ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Եվ այս խոսքերով գրվածն ասում է, որ ցույց էր տալիս, թե ինչ մահով պիտի մեռնի։ Բայց մենք դարձյալ բազմիցս արդեն Մատթեոս 23-րդ գլուխը փարիսեցիների ուսմունքի վերաբերյալ չեմ զլանա նորից կրկնել ձեզ մատուցելիս ես ձեզ ասել եմ, որ հրեաների Տեր Հիսուս Քրիստոսին չընդունելու հիմնական մեղքը փարիսեցիների վերնախավի վրա է, որոնք հրեաներին իրենցից կախում ունեցող անձանց, որոնց մեջ ռաբիներ եւ ուսուցիչներ ու հայրեր էին կոչվում, սովորեցրել էին այսպես, թե Քրիստոսը հավիտյան կգենա, իբր թե օրենքն էր այդպես ասում։ Մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոս հավիտյան կգենա։ Ուրեմն մենք այստեղ լսում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը հրեաների համար այն անձն էր, որ պիտի գար, եւ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա, ով է այն մարդի որդին, ուրեմն պիտի գար եւ մնար։ Բայց հիմա այս անձիկ, որոնք Հիսուսին իբր Մեսիա անցալել էին, հանկարծ պարզվում է, որ Տեր Հիսուսից լսում են, որ ինքը պիտի գնա։ Եվ նրանք ասում են, չէ, մեզ այդպես չեն սովորեցրել։ Սա խիստ կարևոր է, թե դուք ումից եք սովորում եւ ինչ եք սովորում։ Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույսն ունիք, որ խավարը ձեզ չհասնի, եւ խավարումը գնացողը չգիտե, թե ուր է գնում։ Քանի որ լույսն ունիք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինիք։ Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց թաքնվեցավ նրանցից։ Հիմա մենք ետ ենք վերադառնում եւ հիշենք մի փոքր նորից Մատթեոս 23-րդ գլուխը, որ խոսել ենք բավականին փարիսեցիների վերաբերյալ եւ Տեր Հիսուս Քրիստոսը խարազանում էր ուղղակիորեն փարիսեցիներին 39-րդ խոսքում մենք կարդում ենք, որովհետեւ ասում եմ ձեզ, թե այսուհետ չեք տեսնել ինձ, մինչեւ որ ասեք օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Սա արդեն վերջին խոսքերն էր, որ Տերը ասեց փարիսեցիներին եւ 24-րդ գլուխն սկսում է եւ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը եւ աշակերտները մոտ եկան, որ ցույց տան նրան տաճարի շինվածքը։ Ուրեմն, սկսած այստեղից հիմա մենք երեք ավետարանները սերտելու ենք, այս իրողությունների վերաբերյալ համարները այդպես սինխրոն կգնանք, զուտ ավետարանի մեջ հաջորդաբար հասկանալու համար, թե Տեր Հիսուսը ինչ էր ասում, ինչի համար, իսկ ժամանակագրությունը սա մի առանձին նյութ ու թեմա է, որ մենք պետք է առանձին ներկայացնենք, ինչպես որ նախորդ անգամ Աննակույրիկ դու էլ ասեցիր, որ վերջին օրերի վերաբերյալ, ժամերի վերաբերյալ մենք խոսենք, այո, սկզբից կսերտենք համարները Սուրբ Գրքի մեջ եւ հետո արդեն կանդրադառնանք ժամերին, ժամանակներին, որը մենք որոշակիորեն խոսել ենք մի առիթով, կեղծ վարդապետների մասին վերջին օրերի հետ կապված հիշում եք, այդ մասին խոսել ենք, բայց հիմա մենք արդեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում վերջին օրերը։ Եվ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը եւ աշակերտները մոտ եկան, որ ցույց տան նրան տաճարի շինվածքը։ Մարկոս 13:1-ից լսենք. Եվ երբ որ տաճարիցը դուրս էր գալիս, նրա աշակերտներից մեկը նրան ասեց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր եւ ինչպիսի շինվածքներ»։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. «Տեսնում ես այդ մեծ շինվածքները, քար քարի վրա չի թողվիլ, որ չքանդվի»։ Ղուկաս ավետարանի մեջ 21-րդ գլխի մեջ մենք լսում ենք հետեւյալը. Եվ երբ որ ոմանք ասում էին տաճարի համար, թե գեղեցիկ քարերով եւ նվերներով զարդարված է, ասեց. այդ բոլորն որ տեսնում եք, օրեր կգան, որ այդտեղ քար քարի վրա չի թողվի, որ չքանդվի։ Ուրեմն մի դեպքում մենք տեսնում ենք, որ ոմանք ասում էին տաճարի համար, որ գեղեցիկ քարերով է շինված։ Մարկոս ավետարանի մեջ մենք կարդում ենք, որ նրա աշակերտներից մեկը մոտեցավ նրան ասեց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր, ինչպիսի շինվածքներ են»։ Նույն իրադարձությունը նկարագրվում է ամեն մի ավետարանչի կողմից յուրովի, բայց նույն փաստն է արձանագրված։ Եվ դարձյալ Մատթեոս ավետարանի մեջ մենք կարդում ենք. Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը եւ աշակերտները մոտ եկան, որ ցույց տան նրան տաճարի շինվածքը։ Այ մենք հիմա սկսենք այստեղից։ Աշակերտներն ինչու են մտահոգված, ինչու են ցանկանում Տիրոջը ցույց տալ տաճարի շինվածքը։ Ուրեմն այստեղ մի բան հստակ է, որ աշակերտների մոտ այնուամենայնիվ
տաճարի շլացուցիչ գեղեցկությունը եւ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ Մովսեսի աթոռը փարիսեցիները եւ դպիրները նստած են, ինչ որ ձեզ ասեն արեք նրանց արածների պես մի արեք, Քրիստոսի աշակերտները այն հույսերն էին փայփայում, որ բնականաբար Տեր Հիսուս Քրիստոսը այդ նույն տաճարի մեջ որպես թագավոր եւ քահանայապետ պետք է նստի, իսկ իրենք էլ կլինեն այդ հրաշալի տաճարի մեջ նրա սպասավորները։ Եվ կարծես թե ամեն մեկն իր կողմից իր ներքին բավականությունը եւ ակնկալիքն է արտահայտում Տիրոջը, որ այո, ինչքան ցանկալի ու բաղձալի է, որ իսկապես Տիրոջը տեսնեն տաճարում արդեն փառավորված որպես թագավոր քահանայապետական գործունեություն ծավալող մեկը Մեսիան, եւ իրենք էլ այդ տաճարի մեջ ծառայողներ, այսինքն տաճարի գովերքումը Տեր Հիսուս Քրիստոսի շուտապույտ ծառայության, շուտապույտ ասենք իր փառքով երկրի վրա իրեն ցույց տալու ակնկալիքն էր, որ արտահայտում էր աշակերտների միջից։ Իսկ սպասում են այս աշակերտների այդպիսի ակնկալիքների, Հիսուսն էլ պատասխանեց, ասեց նրանց. «Չեք տեսնում այդ ամենը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, այդտեղ քար քարի վրա չի թողվիլ, որ չքանդվի»։ Գիտեք, երբ որ մարդիկ իրենց ավանդությունների, ինչ որ արժեքների վրա են իրենց հավատքը կառուցում եւ մտածում են, որ այդ իրենց հենարանը, որի վրա հենված իրենք ապավինելով կարծես ընկալել ու հասկացել են, որ Աստծո ուզածն էլ հենց դա է, պարզվում է, որ երբ որ ճշմարտապես փորձեն հասկանալ Աստծո ուզածը, ապա առաջին բանը, որ Աստված անում է, այնինչ որ քո համար արժեքավոր է, որ դու գեղեցիկ այդ շինվածքը ցույց ես տալիս, եւ դա քո համար արժեք է, Տերը ասում է. քո էության մեջ ունեցած այդ արժեքը քարի վրա չի պետք մնա։ Տիրոջ համար դա հաճելի չէ, որովհետև մարդ ինչպես որ ինքն է հասկանում, ձեռքով շինված տաճարում է ուզում Աստծուն երկրպագել, Տերը դրանով ուզում է ակնարկել նաև հետևյալը, որ մարդու ձեռքով չի երկրպագվում, եւ ինչքան էլ դուք գեղեցկացնեք արտաքին տաճարային այդ պաշտամունքային համակարգը, ինչքան էլ դուք ավելի ու ավելի բծախնդրորեն փորձեք կատարել, միևնույն է այդ ամենը ժամանակավոր են եւ անցողիկ, եւ բուն երկնային խորանում է, որ Աստված ուզում է մեզ տեսնել իրեն երկրպագելիս, հետեւաբար մենք այսօր Հիսուս Քրիստոսին երկրպագելով երկրավոր որևէ բան պաշտամունքի հետ չենք կապում, որը ընդամենը նյութ է, որովհետև Աստծուն երկրպագողը պիտի երկրպագի հոգով եւ ճշմարտությունով։ Եվ Տերը ուզում է, որպեսզի մենք թույլ տանք, որ մեր էության մեջ եղած ամեն մի կառույց, որը հոգեվորապես նույնիսկ ճագերտավոր ասած մեր համար արժեք է ներկայացնում, այսօր ցանկացած հարանվանությունում ինչ որ մի բան կարող է ամեն մեկի սրտում արժեք համարվի երկրպագության հետ ասոցացվող, բայց Տիրոջ հաճությունը չլինի դա։ Եվ Տերն ուզում է, որպեսզի դու թույլ տաս, որ ինքը քանդի քո էության մեջ եղած այդ տաճարը, ինչպես որ նաև Տերն ասում էր, քանդեցեք այդ տաճարը եւ ես 3 օրում կկանգնեցնեմ այն։ Այսինքն, երբ որ մեր էության մեջ ինքը քանդում է մեր ունեցած պաշտամունքային համակարգը, որը չի համապատասխանում ավանդապաշտության, սնապաշտության, սնափառության, ես չգիտեմ ինչ բարերով ասեմ, հատկապես հայ ժողովրդից մեջ, որպես առաջին քրիստոնյա իրեն հորդորող ժողովուրդ, որ ավելի շատ ինքը ավանդությունների հետևից գնացող է, քան ասենք ռեալ ավետարանական կյանք ապրող քրիստոնյա, Աստված ասում է, որ թույլ տուր ես դա քանդեմ եւ կկառուցեմ իմը քո մեջ։ Եվ երբ որ այս ամենը Տերը ասեց, աշակերտները մի հետաքրքիր հատկանիշ ունեին, որ եւ դա ինձ շատ է դուր գալիս, եւ այստեղից պարզ երևում է, որ Տերը կարծես մի փոքր իրենց նվիրական տեղին կպավ եւ դա իրանց բոլորին էլ շատ լուրջ շարժեց եւ շատ լուրջ ձևով հետաքրքրեց։ Եվ բոլորովին էլ չմոռացան, թե Տերն ինչ ասեց տաճարից դուրս գալուց ժամանակ եւ տաճարը տեսնելու ժամանակ։ Եվ հիմա տաճարից միջև Ձիթենաց Սար մոտավորապես 1.5 կիլոմետր ճանապարհ, մի շաբաթվա ճանապարհ, հիշենք, որ իրենք պետք է գնային նորից Ձիթենաց Սար, իսկ հիշենք, որ մի քանի անգամ է Հիսուսը գնացել, ետ դարել եւ այդ Ձիթենաց Սարում շատ էր լինում ինքը, եւ ահա հերթական անգամ ինքը նորից տաճարից դուրս գալուց հետո դիմում է դեպի Ձիթենաց Սար, եւ այդ ճանապարհին աշակերտները լուր են։ Աշակերտները ոչինչ չեն խոսում դեռ իր հետ, միջև հասնում են տեղ։ Եվ երբ որ նա Ձիթենաց Սարի վրա նստած էր, աշակերտներն առանձին նրա մոտ եկան եւ ասեցին։ Նույն բանը մենք կարդում ենք Մարկոս ավետարանի 13-րդ գլխի 3-րդ խոսքից, եւ երբ որ նա Ձիթենաց Սարի վրա նստած էր, տաճարի դիմացը
Պետրոսը եւ Հակոբոսը եւ Հովանեսը եւ Անդրեասը առանձին հարցնում էին նրան։ Ղուկաս ավետարանչի մոտ մենք կարդում ենք. Երբ որ ոմանք ասում էին տաճարի մահամարդը գեղեցիկ քարերով է, նվերներով զարդարված է, ասեց. այդ բոլորն որ տեսնում եք, օրեր կգան, որ այդտեղ քարի վրա չի թողվի, որ չքանդվի։ Եվ այստեղ ուղղակի միանգամից Ղուկասը շարունակում է. եւ հարցրին նրան եւ ասեցին. վարդապետ, երբ կլինին սրանք եւ ինչ է նշանը, երբ որ սրանք լինի։ Նա էլ ասեց. զգուշ կացեք, մի խաբվիկ, եւ մինչեւ շարունակությունը մենք տեսնում ենք երկու հարց են այստեղ աշակերտները նշում, Ղուկասը երկու հարց է նշում, եւ Մարկոսի մոտ մենք տեսնում ենք, որ անուններով նշված է, թե ովքեր մոտեցան հարցը տվեցին, եւ ասիր մեզ դրանք երբ կլինեն եւ նշանն ինչ է, երբ որ այդ բոլոր բաները պիտի կատարվին։ Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ դարձյալ մենք տեսնում ենք երկու հարց, բայց այդ երկրորդ հարցի մեջ շատ բան է մտնում։ Եվ դրա համար եկեք մի հատ ուշադրություն դարձնենք վերջ-վերջո, թե Մարկոսի մոտ էլ, որ այսպես էր արտահայտված, որն է մեզ ամբողջական պատկերը տալիս հարցերի, որ աշակերտները տվեցին։ Մատթեոս ավետարանի մեջ մենք լսում ենք. ասիր մեզ այդ երբ կլինի եւ ինչ կլինի քո գալստյան եւ աշխարհքից վերջի նշանը։ Մենք տեսնում ենք Մատթեոսի մոտ ամբողջական 3 հարցի մասին է խոսք գնում։ Երկուսը այնտեղ կային, ելի այնտեղ երկուսը, երկրորդ հարցը Մարկոսի մոտ ընդհանուր էր հնչում, բայց այստեղ ավելի հստակ է նշված։ Ուստի Մատթեոս 24-րդ գլուխը 3 ավետարանների մեջ շատ ավելի է հարցերի ամբողջությունը ընդգրկում իր մեջ, քան ասենք մյուս ավետարանները։ Ասիր մեզ, այդ երբ կլինի, արտահայտությամբ հասկանում ենք, երբ պիտի այդ տաճարը քանդվի, եւ արդեն քանի որ իրենք գիտեն, որ Տեր Հիսուսը պիտի գնա եւ երկրորդ անգամ գա, որովհետեւ ուշադրություն դարձնենք 23-րդ գլխի Մատթեոս ավետարանի 39-րդ խոսքին, որտեղ ասվում է. որովհետև ասում եմ ձեզ, թե այսուհետ չեք տեսնել ինձ, մինչև որ ասեք օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Իրանք այդ հարցն էլ գիտեին, որ Տերը այդպես ասեց, ուրեմն գնում է եւ պիտի գա, եւ դրա համար երկրորդ հարցը հետեւյալն է. ինչ կլինի քո գալստյան, եւ վերջապես իրենք նաեւ երրորդ հարցն են տալիս, եւ աշխարհքից վերջին նշանը։ Այսպիսով մենք 3 հարց ունենք, որ այս հարցերը պիտի պարզաբանենք, հասկանալու համար, թե իսկապես այս հարցերը իրենց մեջ ինչ են ներառում։ Մինչև ես ասացի, որ ժամանակագրությանը դեռ կանդրադառնանք, բայց ես հիմա առաջ եմ շարժվում։ Եվ Տերն ասում էր, հերթականությամբ ինքը խոսում է, եւ ես ասեմ համառոտակի, թե այս հատվածների մեջ, որին էր վերաբերում, այս հարցերից որը ինչին է վերաբերում։ Առաջին հարցը, որ տվեցին իրեն, թե այդ երբ կլինի, հասկացանք, որ դա տաճարի քանդման մասին է խոսում, եւ Տեր Հիսուսը պատասխանում է եւ ասում. զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որովհետեւ շատերը կգան իմ անունով, ինչպես նկատեցիք, Տեր Հիսուսը երկրորդ հարցի պատասխանից է սկսում։ Ընտրում եմ սրանք ուշադիր եղեք, որովհետեւ շատերը ընթերցում են ու չեն հասկանում։ Տեր Հիսուսը այս 3 հարցերից երկրորդ հարցի պատասխանով է սկսում եւ միանգամից ինքը նշում է, որ մենք պետք է զգուշ լինենք, եթե ուզում ենք նրա գալստյան վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն ունենալ եւ չխաբվել, ուրեմն մեզ զգուշություն է պետք, որ մեկը ձեզ չխաբե։ Այսպիսով Տիրոջ գալստյան վերաբերյալ խաբեբաները շատ են լինելու աշխարհում։ Եվ Տերն ասում է, որովհետև շատերը կգան իմ անունովը եւ կասեն ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն։ Անցել է արդեն 2000 տարի մոտավորապես, Տեր Հիսուսը չի եկել, եւ այս 2000 տարիների ընթացքում մենք հասկանում ենք, որ բավականին շատ մոլորեցնող մեսիաներ են եկել աշխարհ։ Միայն հերիք է, որ հрьяաների մեջ բար կողբայի մասին լսենք, որ այս անձնավորությունը իրեն մեսիա հռչակեց եւ ավելի շատ մարդիկ մոլորվեցին եւ ավելի շատ ջարդ ու կոտորած ունեցան, քան այլ մեսիաներ, այսպես կոչված, որ ժամանակի ընթացքում հрьяաներին որպես փրկիչներ հայտնվել են հрья ազգի մեջ։ Այսպիսով մենք մեսիայի գալստյան վերաբերյալ զուտ այստեղ տեսնում ենք, որ Տիրոջ կողմից զգուշացում է կատարվում հատկապես հрьяաներին, ինչու՞ չէ նաև մեզ քրիստոնյաներից էլ սա զգուշացնող մի
հորդոր է, որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն, այստեղ չի գրված քչերին։ Ղուկաս ավետարանի մեջ մենք կարդում ենք այդ մասին, որ Տերը ասում է. զգուշ կացեք մի խաբվեք, որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն թե ես եմ եւ ժամանակը մոտեցավ։ Ուշադրություն դարձրեք, Ղուկասը նաեւ ասում է շարունակությունը։ Եվ ժամանակը մոտեցավ, արդ նրանց ետևից մի գնաք։ Դուք գիտեք, որ այսօր արդեն շատ-շատերն են խոսում վերջին օրերի ժամանակի հստակ, ժամանակագրության հստակ օրացույցային ինչ որ ժամեր են շեշտում եւ քիչ է մնում արդեն մեզ ասեն թե Տեր Հիսուսը երբ է գալու ճիշտ ժամանակը վարկյանը եւ թե մենք ինչ պիտի անենք։ Այնպես որ եւ թե Տիրոջ անունով եկողներ շատ են լինելու եւ թե ժամանակի վերաբերյալ խոսողները, որ այո արդեն ժամանակն է, պետք է այսպես վարվել, այնպես եւ այլն։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երևի մի 60-ական թվականների արթնության արդյունք էր, 68-70 թվականներին, գուցե մինչև 78 թվականը այդ արթնության այդ առաջի 10 տարիներին եկեղեցին, որ հստակ դեռևս վարդապետություն չուներ Հայաստանում, նմանատիպ սուտ տեսիլքների ու վարդապետությունների ետևից շատերը ընկան եւ Վարդենիսում, որ բավական լուրջ արթնություն էր Տերը բռնկել Հայաստանի տարածքում, եկեղեցում բավականին մեծ մոլորություն տեղի ունեցավ եւ ինչ որ մեկի տեսիլքին եւ մարգարեությանը հավատացին եւ ժողովուրդը սկսեցին սպիտակներ հագնել, մոտակա բլուրը բարձրանալ, որ Տերը գալիս է որ հափշտակվեն եւ ամբողջ քաղաքում խայտարակ եղան։ Ուրեմն այսպիսի բաներ էլի շատ ուրիշ տեղերում եղել են, երբ որ մարդիկ ուղղակիորեն հետևել են ինչ որ հեղինակավոր անձանց, ովքեր հիմնավորել են թե իրենց ասածը Տերիսն են առել եւ իրենց հետևից տանելով մոլորեցրել են։ Այնուհետև շարունակում է, Տերը շարունակում է պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք։ Զգուշ կացեք, որ չշփոթվիք, որովհետեւ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։ Սեներ, աշխարհը ունի իր օրենքները։ Խնդրում եմ այս հատվածը ուշադիր լսեք։ Աշխարհը ունի իր օրենքները, կառավարվում է իր օրենքներով։ Եվ մեր համար խրթին իրադարձությունները երկրի վրա որ կատարվում են զուտ երկրի համար են։ Եվ քրիստոնյային Տերը զգուշացնում է, որ պատերազմներ եւ պատերազմների համբավներ երբ որ լսեք, պետք է զգուշ լինենք, որ չշփոթվենք։ Այստեղից պարզ երևում է, որ քրիստոնյան ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, հատկապես պատերազմներից ինքը դուրս է գտնվում։ Արդյոք դու այս տագնապալից իրավիճակում քեզ տեսնում ես զատված աշխարհից եւ աշխարհի միջի այս պատերազմական իրողությունները, ինչ որ ասենք երևույթներով, քո հոգեվոր կյանքի վրա ինչ որ մի հատ խավար ամպեր չեն բերում։ Տերն ասում է, որ չպետք է լինի այդպես։ Եվ այդ աշխարհում պետք է որ պատերազմներ, պատերազմների համբավներ լսեք, որովհետև աշխարհը բնականաբար կառավարվում է չարի կողմից, որովհետև ամենքը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։ Շատ հաճախ երբ որ պատերազմներ են լինում, մենք մտածում ենք, որ վերջ, արդեն այս ամենը գալիս է մի հանգրվանի, որ սրանից հետո այլևս ոչինչի պետք չէ սпасել, եւ մարդիկ արդեն մի տեսակ իրենք թևաթափ են լինում եւ իրենք ապագայի նկատմամբ իրենց հույսերը կորցնում են եւ այլն։ Մենք այդպեսին չպիտի լինենք։ Աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն, ինչ չպետք է հուսախաբ անի իմ Աստծո հետ հավիտենական կյանքի մեջ լինելու այդ ձգտումը երբեք ու երբեք չպետք է իմ մեջ պակասի, ես իմ հայացքը պետք է չկտրեմ Տիրոջից։ Եվ այստեղ ասում է, որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա եւ թագավորություն թագավորության վրա։ Դուք նկատեցիք այստեղ, որ Տերը քեզ ազգ հասկացողության մեջ չի տեսնում, որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, ուրեմն քո Քրիստոսի աշակերտ լինելու կարգավիճակը ազգային պատկանելությունից վեր է դասվում։ Թող սա քեզ հայտնություն լինի։ Դու որևէ ազգի ներկայացու ես, ճիշտ է, բայց այդ ազգը վերջո ինքն ամբողջովին Տիրոջինը չէ։ Հետևաբար ոչ այստեղ բացառություն չկա եւ աշխարհում չի նշված, որ ինչ որ մի ազգ ավելի խոնարհ է լինելու, իսկ մյուս ազգ ավելի ագրեսիվ, որովհետեւ ազգ ազգի վրա վեր կկենա, թագավորություն թագավորության վրա, ես որտեղ եմ, սրանցից դուրս սրանց կողքին։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, թագավորություն թագավորության վրա եւ սովեր կլինեն եւ մահտարաժամեր եւ տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն։ Ստատիստիկորեն մենք իրավունք չունենք որևէ ժամանակաշրջանը ավելի գերադասելի համարել կամ ավելի շատ երկրաշարժեր կամ մահտարաժամեր եւ հիմա են լինում։ Սեներ, COVID եկավ մահտարաժամեր, հասկանալի էր։ Ինչ որ աշխարհի ինչ որ տեղերում Աֆրիկայում սովեր են լինում, դա էլ է հասկանալի։ Բայց սրանք ասենք աշխարհի վրա ռեգիոնալ առումով միշտ էլ եղել են այս 2000 տարվա պատմության մեջ։
Եվ Տերը երբեք չի ասում, որ վերջին օրերում սրանք ավելի շատ կլինեն։ Պարզապես այստեղ նշված է, որ սրանք այս աշխարհի պատերազմների հետևանքը ինչ պիտի լինի։ Սով, մահտարաժամեր, համաճարակներ եւ միաժամանակ երկրաշարժություններ կլինեն։ Բնական է երկրաբանական զենքեր են սկսել արդեն կիրառել, գիտեն որ գոյություն ունի, արհեստական երկրաշարժեր էլ կարող են լինել, եւ այստեղ սա պատահականորեն չի նշում, որ նաեւ մարդկային գործոնով կարող է դա պայմանավորված լինել, եւ Տերն ասում է, որ սրանք ամենացավերի սկիզբն են։ Հիմա մինչև այս 8-րդ խոսքը, ինչ որ մենք լսեցինք, աշխարհի մասին էր։ Մատթեոս 24 մենք կարդացինք մինչև 8-րդ խոսքը, որ Տերը որ 4-րդ խոսքից ասում է, զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, եւ մինչև 8-րդ խոսքն ասում է, որ աշխարհի մասին է այս ամենը։ Նույնը մենք համոզվելու համար ընթերցենք նաեւ Մարկոս ավետարանի մեջ, բայց երբ որ պատերազմների լուրերը կլսեք, մի շփոթվի, որովհետեւ պետք է որ լինեն, բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգի վրա վեր կգնա թագավորության վրա եւ տեղ երկրաշարժեր կլինեն եւ սովեր եւ խռովություններ կլինեն։ Սրանք նեղությունների սկիզբն են։ Ուրեմն ուշադրություն դարձրեք։ Խնդրում եմ սա ձեր մոտ նշեք։ Մարկոս 13:8-ը նույնպես ինչպես որ մենք կարդացինք Մատթեոս 24:4-ից 8-ը, այստեղ էլ 8-ով ավարտվում է խոսքը, այն հատվածով որ դա աշխարհին էր վերաբերում։ Եվ այստեղ մի կարևոր բանի վրա ուզում եմ շեշտ դնել, որպեսզի հաջորդ անգամ, երբ որ ժամանակագրությունը ձեզ կներկայացնեմ, հատկապես հիմա իմ առջև բացված է մեծ նեղություն, տետրի մեջ ամբողջը ներկայացված է, մեծ առանձին դանյութ է այդ ժամանակահատվածը։ Տերը այստեղ ասում է, որ ինչ որ սրանք լինեն, խռովություններ կլինեն, սրանք նեղությունների սկիզբն են։ Մեծ նեղությունը չէ, նեղություններ կրելու ենք։ Նեղությունների սկիզբն են։ Ղուկաս ավետարանը 21-ն ընթերցենք եւ տեսնենք թե Տերը 8-րդ խոսքից սկսած ինչպես այնտեղ լսեցինք, ինչ է ասում հաջորդաբար։ Զգուշ կացեք մի խաբվիկ, որովհետեւ շատերը կգան իմ անունով, կասեն թե ես եմ եւ ժամանակը մոտեցավ։ Արդ նրանց հետևից մի գնաք։ Ովքեր ձեզ հստակ ժամանակ կասեն, նրանց հետևից մի գնացեք, բայց երբ որ պատերազմներ եւ խռովություններ կլսեք, մի զարհուրիք, որովհետեւ պետք է որ առաջնա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։ Այն ժամանակ նրանց ասեց ազգի վրա վեր կգնա եւ թագավորության վրա եւ մեծամեծ գետնաշարժեր եւ տեղ սովեր եւ մահտարաժամեր կլինին եւ երկնքից են ահավոր բաներ եւ մեծամեծ նշաններ կլինեն։ 11-րդ խոսքում Ղուկասն ասում է, որ երկնքում էլ ինչ որ ահավոր բաներ պիտի տեղի ունենա եւ մեծամեծ նշաններ կլինեն։ Բայց այս բոլոր բաներից առաջ, հետո շարունակում է, հիմա ես հետ կգնամ Մատթեոս 24, որպեսզի տեսնենք թե 9-րդ խոսքը 24-րդ գլխի ինչպես է արդեն մեզ վերաբերում։ Սա այստեղից Տերը խոսում է. այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն եւ ձեզ կսպանեն եւ իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինիք։ Հիմա ինչի մասին մտածենք մենք սերներ։ Մեզ Տերը չի ասում, որ այդ պատերազմների, այդ ազգի վրա ելնելու, թագավորության վրա ելնելու, խռովությունների եւ այլն արդյունքում ենք մեռնելու։ Ես սա որպես հայտնություն եմ ձեզ ուզում ասել։ Մենք չենք մեռնելու այդ բաներից, բայց մենք կարող ենք մեռնել ինչից, որ մեզ նեղության կմատնեն եւ մեզ կսպանեն։ Ինչու՞։ Որովհետև այն, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունը, ուշադրություն դարձրեք, սա պատերազմի արդյունքում չէ, որ մեզ դրան կհասցնեն։ Մեզ կհասցնեն դրան միայն այն պատճառով, որ մենք այդ ամենից դուրս ենք գտնվում։ Եվ աշխարհը մեր վրա կկատաղի։ Ոնց թե մենք այս ամենը քաշում ենք, դու չես քաշում։ Եվ իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինիք։ Սա ոնց եք լսում դուք։ Դուք պատկերացնում եք, որ մենք կարող ենք ատելի լինել մեր ազգի մեջ, մեր ազգակիցների կողմից, որոնք նույնպես քրիստոնյա անունն են կրելու։ Սա ոնց է հնչում ձեր համար։ Ամեն ազգերից ատված կլինի։ Դարձյալ մենք այստեղ տեսնում ենք, որ եկեղեցին դա մի հատ առանձին ազգություն է, գրեք ձեր մոտ, եթե կուզեք իմանալ։ Սա չի նշանակում, որ ես իմ ազգային պատկանելությունը ուրանում եմ, ոչ քավլիցի։ Բայց եթե ես ազգերու մեջ տեղի ունեցող, անհավատ ազգերի մեջ տեղի ունեցող իրադարձություններին կողքից չեմ կարողանում նայել, այլ ես գտնում եմ այդ իրադարձությունների կիզակետում, ես արդեն կորուստ եմ գնում։ Կարողացեք ձեր անձերը զատել եւ առանձին պահել Տիրոջ հետ։ Այստեղ Տիրոջ ուզածը սա է։ Եվ այն ժամանակ շատերը կգայթակղին եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։ Սա արդեն եկեղեցին է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, թե վերջին օրերում ինչպիսին կլինեն մարդիկ։
եւ դարձյալ այնտեղ նշվում է, որ դրանք կլինեն էլի եկեղեցուց։ Գայթակղություններ շատ կլինեն, իրար կմատնեն, իրար կատեն։ Ինչն է պատճառը լինելու։ Աստծո շնորհքը չի գործելու այս մարդկանց կյանքում եւ այս մարդիկ ուղղակի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին կուլ գնացած լինելով իրենց պահպանելու նպատակով պատրաստ են ամենքի վրայով անցնել։ Իրենց կաշին փրկելու համար են սրանք անելու, որովհետև այլևս Աստծո հետ հաղորդակցություն չկա եւ չեն համբերում, որովհետև համբերության ավետարան է սա կոչվում եւ իրենց հավատքն ավարտվել է։ Պետրոս Արաքյալն էլ ասում է, ուր է նրա գալուստը, ասում է, երբ որ աշխարհի սկզբից ի վեր ինչ կա, տենց էլ մնացել գնում է աշխարհում չարությունը շարունակվում է, պատերազմները չեն վերանում, սովերը, մահտարաժան լիքն են, ուր է ձեր Աստված։ Այդ ամենը հեքիաթ է, դուք ստի հետևից եք գնացել եւ շատ հեշտությամբ, երբ որ մարդն էլ Աստծո հետ արդեն չունի հաղորդակցություն, բնականաբար արդեն անցնելու է հակառակորդի թելելու։ Ես գիտեմ, որ հատկապես այս հատվածում, որ իրար կմատնեն եւ իրար կատեն, կգայթակղեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ եւ հայտնաբերեցին, որ ամերիկյան կառավարությունը մի ծրագիր է մշակել, թե կառավարության որոշ ներկայացուցիչներ, որ ապագայում, երբ որ արդեն պետք է բոլորին չիպավորեն եւ բոլորին պետք է վերահսկեն արդեն, որ շատ մեծ թափով ու արագությամբ այս իրականությունը պիտի դարձնեն, հատուկ ֆինանսական ֆոնդ են որոշել այն հավատացյալների համար, ովքեր կմատնեն իրենց եղբայր քույրերին եւ մեծ գումարներ են խոստանալու ժողովի տեղերը ասելու եւ այլն, այսինքն ընդհատակ մտնող եկեղեցին, որը պետք է հափշտակվի եւ նեգոցիան ժամանակ պետք է իսկապես ինչի անեգություն լինելու, որովհետեւ իրենք ընդհատակում են լինելու։ Այս անձնավորություններին բացահայտելու համար շատ եկեղեցու անդամներ իրենց եկեղեցու եղբայր քույրերին մատնելու համար ցանկացած գումարի պատրաստ են գնալու։ Հատկապես վարկերի կամ հիպոթեկ, ես չգիտեմ ինչեր բանկերի հետ խնդիր ունեցողները, որոնք ի վիճակի չեն դրանցից ազատվելու եւ իրենց կաշին փրկելու համար իրենց առաջարկ է լինելու։ Եվ այսպես կփորձեն քարուքանդ անել Տիրոջ եկեղեցին, որի մարգարեական խոսքը, որ Տերն ասել է, դժոխքի դռները չեն հաղթի նրան, բայց տեսանելի եկեղեցու շատ անձնավորություններ այստեղ գրված է, կգայթակղեն, իրար կմատնեն, իրար կատեն։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն։ Անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարչի։ Անօրենությունը որտեղ է շատանալու, որ իմ սերը պաղի Տիրոջ նկատմամբ։ Անօրենությունը աշխարհում միշտ էլ ինչպես։ Այո։ Այո։ Անօրենությունը շատանում է ոչ թե աշխարհում, աշխարհը միշտ էլ ունեցել է անօրենության պակաս չի ունեցել աշխարհը։ Միշտ էլ անօրեն է աշխարհը ինքն իրենով, բայց սա կլինի եկեղեցում եւ մարդկանց սրտերի մեջ։ Բայց ով որ մինչև վերջը համբերե, նա կփրկվի։ Ես ասեմ, որ համատարած եկեղեցներից լքելու են շատ սուրբեր, տեսանելի եկեղեցներից, ովքեր որ լավ հասկանում են, այնուամենայնիվ շարունակությունն ասում է այդ մասին, որ բայց ով որ միջև վերջը համբերե, նա կփրկվի եւ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքումը կքարոզվի, ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար։ Եվ այն ժամանակ կգա վերջը։ Ուրեմն շեշտադրումը Տերն անում է, որ վերջը չի գա երկրի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ավետարանը չի հռչակվել բովանդակ աշխարհով մեկ։ Ինչպես իմանանք, որ ավետարանը հռչակվել է բովանդակ աշխարհով մեկ։ Մեզ պետք չի դա իմանալ։ Անձամբ ինձ պետք չի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, Տերը այստեղ խոսում էր այն մասին, թե իր գալուց առաջ ինչեր են լինելու։ Ուրեմն երկրորդ հարցին մոտեցավ։ Զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, Մատթեոս 24:4-ից, որովհետև շատերը կգան իմ անունով, եւ հետո ներկայացնում է աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, եւ այդ իրադարձություններից հետո մենք այստեղ չենք լսում, որ Տեր Հիսուսը խոսում է իր երկրորդ գալստյան մասին, այլ միանգամից ինքը խոսում է աշխարհի վերջի մասին։ Ուրեմն այս հատվածում Տիրոջ նկարագրությունը աշխարհի կյանքն է, ճակերտավոր ասած, թե աշխարհը ինչպիսի ընթացքով է գնալու, բայց կոնկրետ իր գալստյան եւ աշխարհի կործանման, վերջի եւ այլի մասին, վերջի մասին մենակ այս վերջին խոսքն է, որ ասում է, որ ավետարանը կքարոզվի եւ հետո կգա վերջը։ Բարձ է։ Եվ հիմա հաջորդ հատվածներից արդեն մենք տեղեկանում ենք լրիվ ուրիշ մի բանի մասին,
Բայց մինչ այդ ես ուզում եմ որ Մարկոս ավետարանի մեջ էլ մենք լսենք միջև վերջ թե Տերն ինչ էր ասում, այս վերջի մա, բայց երբ որ ձեզ կտանեն, ուրեմն եւ բոլոր ազգերին պետք է առաջ ավետարանը քարոզվի, Մարկոս 13-ի 10-ից ենք լսում, պետք է առաջ ավետարանը քարոզվի, բայց երբ որ ձեզ կտանեն որ մատնեն, առաջուց հոգս չանեք թե ինչ պիտի խոսեք եւ ոչ էլ մտածեք, այլ ինչ որ այն ժամումը կտրվի, ձեզ այն խոսեցեք, որովհետեւ դուք չեք խոսողները, բայց Սուրբ Հոգին Եվ եղբայր եղբորը կմատնե մահի, հայրը որդուն եւ որդիկ վեր կկենան ծնողների վրա եւ նրանց կսպանեն։ Եվ ամենին ատելի կլինիք իմ անունի համար, բայց ով որ միջև վերջը համբերե նա կապրի։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, որ Տերը երբ որ այստեղ Մատթեոս 24-ի 14-ում ասում է եւ արքայության այս ավետանը բոլոր տիեզերքումը կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը, մենք չենք հասկանում աշխարհի վերջը, այլ մենք հասկանում ենք երկինք մտնելը, տապանի մեջ մտնելը, տապանի դուռը փակվելը եւ հետո նոր աշխարհի վերջը։ Ուրեմն սա հափշտակության հետ գործ ունի, որովհետեւ մենք հասկանում ենք, որ ինչ որ մի этаպում էլ չի լինելու ավետարանչություն։ Հետեւաբար, երբ որ այստեղ էլ կարդում ենք, որ ամենին ատելի կլինեք իմ անունի համար, բայց ով որ միջև վերջը համբերե նա կապրի, խոսքը գնում է մինչև Տեր Հիսուս Քրիստոսի երկրի վրայից եկեղեցին հափշտակելը։ Ուստի ես ինչին եմ սպասում այսօր։ Ես ոչ թե սպասում եմ Տեր Հիսուսի Տիրոջ օրվան, որ Տիրոջ օր արտահայտությամբ մենք ասել ենք, որտեղ կարդում ենք Տիրոջ օր, դա նշանակում է Տերը գալիս է դատաստանի համար եւ դա որոշված է աշխարհի համար, բայց չի որոշված ինձ համար, որովհետև ես ցերեկվա որդին եմ եւ ոչ թե խավարի։ Տիրոջ երկրորդ գալուստ հասկացողությունը երկու առումով ենք ընկալում։ Եթե Տիրոջ գալուստ հասկանում եմ, որ երկնքում իրան եմ դիմավորելու հափշտակվելով, այո, ես դրան եմ սպասում, բայց որ ոտքը պիտի դնվի երկրի վրա Տիրոջը, ես այստեղ չեմ լինելու արդեն։ Ուրեմն մենք սրան չենք սպասում, որ Տերը իր ոտքը կդնի երկրի վրա, որովհետև այդ ժամանակ վայ աշխարհի բնակչին իսկապես։ Այսպիսով Ղուկաս ավետարանի մեջ էլ մենք լսենք, թե Տեր Հիսուսը Ղուկաս 21-ի 12-ից լսենք, բայց այս բոլոր բաներից առաջ իրանց ձեռքերը ձեզ վրա կձգեն եւ կհալածեն ժողովարանների, բանտերի մեջ կմատնեն, կտանեն թագավորների եւ կուսակալների առաջ իմ անունի համար, եւ սա կլինի ձեզ վկայության համար։ Արդ ձեր սրտի մեջ դրեք, որ առաջուց հոգս չանեք պատասխանելու համար, որովհետև ես բերան եւ իմաստություն կտամ ձեզ, որին չեն կարողանալ հակառակ խոսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները, եւ կմատնվիք ծնողներից եւ եղբայրներից, ազգականներից, բարեկամներից էլ եւ ձեզանից կսպանեն եւ բոլորին ատելի կլինիք իմ անունի համար, եւ ձեր գլխիցը մի մաս չի կորչիլ եւ ձեր համբերությամբ կշահեք ձեր հոգին։ Շատ հետաքրքիր է, որ իմ գլխից մի մաս չի կորչիլ, բայց ինձ պիտի սպանեն։ Տերը ինչ է ուզում սրանով ասել, որ իր արչև իր անվան համար նահատակվելը բացարձակապես կորուստ չէ եւ անապահովության մեջ գտնվել չէ, այլ ձեռքբերում Տիրոջ մոտ գնալ։ Բայց երբ որ խոսքը գնում է նրա մասին, որ այս ամենը մեզի կհանդիպեն, այս ամբողջը մեզի կհանդիպեն, մենք հասկանում ենք միջև Տիրոջ հափշտակությունը, միջև Տիրոջ երկրորդ գալուստ հափշտակություն կոչված հատվածը։ Եվ ուզում եմ 12-րդ խոսքի վրա նորից շեշտ դնել Ղուկաս ավետարանի 21-ին։ Բայց այս բոլոր բաներից առաջ դրա համար են աշխարհում ասում, ինչքան ամբողջ կա Միած երկուն են շատ բացը, ուր է իր աստված երբ ավերվում է։ Այո, Մեսիանը երկում էր։ Մարմնի գողքը, մարմնի համար է մտածում, ոնց էլ մնում են դրա մեջ ու ասում են օտերը չի տեսնում, չի Այո, սեներ, ախր գիտեք ինչ, Տիրոջը մոտեցած, Տիրոջը ճաշակած, քաղցրությունը Տիրոջ վայելած անձը Պողոսի նման, ինքը կասի, որ մեռնել նրան օգուտ է, շահ է։ Հասկանում եք, եթե ինքը ուղիղ է Տիրոջ հետ եւ Տիրոջից ունի վկայություն, որ Աստծո առաջ սուրբ է, այդ Տերը հիմա նահատակությամբ որ տարավ ավելի մեծ վարձ կունես, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որ սուրբերի մահը Տիրոջ առաջ պատվական է։ Հիմա նա որ իր մահով է ննջում եւ նա որ նահատակվում է, փառքերը նույնը չեն։ Հիմա եթե որևէ մեկը իր մարմնի ապահովության մասին է մտածում, որ Աստված դրա համար է, որ իրան ապահով պահի երկրի վրա եւ ինքը սուք ու լաց, տարապանք, սով, մերկություն եւ այլն չտեսնի եւ սուր էլ չտեսնի, այսպիսի անձնավորությունը ոնց կարա ասի, որ անձադրել Տիրոջ համար։ Չի դրել անձ ինքը։ Մենք ավետարանը այդ ձև ենք մենք միշտ հասկացել, այդ դրանով է, որ բարեկեցության ավետարանով մարդիկ հարբած, այսօր չեն էլ հասկանում, որ
իրենք ընդհանրապես Տիրոջից հեռու են, եթե պատրաստ չեն ազդնել Տիրոջ համար։ Եվ նայեք, այստեղ Սուրբ Հոգին այնպիսի վիճակի մեջ է քեզ պահում, 15-րդ խոսքը, որ անգամ երբ որ դու ատյանների մեջ գնաս, դու ոչ թե գնում ես այնտեղ դատա քննվելու կամ չգիտեմ պատիժ ստանալու եւ այլն, Տերն ասում է դու գնում ես ծառայության, որովհետեւ ես բերան եւ իմաստություն կտամ ձեզ, որին չեն կարողանալ հակառակ խոսել եւ ոչ ընդդիմանալ ձեր հակառակորդները։ Բայց այո, կսպանեն։ Հարցը սա է, ասյաներ, որ ձեր սրտի մեջ մի դրեք, որ առաջուց հոգս չանեք պատասխանելու համար։ Արդյոք սա չի, որ կամո եղբայրը ձեզ միշտ սովորեցնում է Քրիստոսի աշակերտը, որ Սուրբ Հոգու ձայնը միայն լսի։ Եթե դու այսօր վարժվում ես դրա մեջ, այդ օրը քո համար ոչ մի հատ էլ տագնապալի բան չի լինելու։ Ինքան ուրախանում եմ, որ Աստծո Հոգին ներսից խոսում եւ իր վկայություններով ամենօրյա ինձ առաջնորդելով իսկապես ապացուցում է իր գոյությունը իմ կյանքում ամեն օր։ Եվ դու այդ օրը խնդիր չունես, որովհետև կա մեկը, որի հետ դու այնքան մտերիմ ես, որի ձայնը այնքան հմուտ ես լսելու, որ այդ օրը քո համար անակնկալ չի լինելու երբեք։ Երբեք դու անակնկալի մեջ չես լինելու։ Աստծո Հոգին խոսում է մեր մեջ եւ առաջնորդում է։ Մեր ժամը լրացել է։ Շարունակենք հաջորդ անգամ, որովհետև 14-րդ խոսքից սկսած եւ մյուս տեղերում էլ այս հատվածը էլի աբզացային առումով առանձնանում է։ Մենք շարունակենք հաջորդ անգամ։ Ինչպես եւ Մարկոս 14-ի մեջ մենք 21-ից ենք լսում եւ նույնն է Ղուկաս ավետարանի մեջ 21-րդ գլուխն էլ լսեցինք եւ դարձյալ մենք եկանք մի հանգրվանի 20-րդ խոսքից 21-ի 20-ից էլ արդեն մենք խոսում ենք խոսքը գնալու է արդեն կոնկրետ մյուս հարցի պատասխանի համար թե երբ է լինելու տաճարի ավերումը եւ Տերը արդեն այնտեղ անդրադառնալու է դրա մասին խոսել ուրեմն մենք առաջին հատվածը ընդամենը պատրաստ լինելու արթնության մեջ գտնվելու կոչ լսեցինք Տերիցը